Ուժեղ Հայաստան խմբակցության քարտուղարը քաղաքացիական պայմանագրի կողմից ազգային ժողովի 3 հանձնաժողովների նախագահի պաշտոնում իրենց առաջադրած թեկնածուներին չընտրելն անսպասելի չի համարում։ Քվեարկության արդյունքներն իրենց համար անակնկալ չեն եղել։ Այժմ այդ հանձնաժողովների նախագահների պաշտոնում առաջադրելու են նոր թեկնածուների։ Դեռևս քննարկումներ ընթանում են, որոշ թեկնածուներ այո ունենք, ցավոք այս փուլում չենք ցանկանում հայտնել։ Ըստ Ուժեղ Հայաստան խմբակցության քարտուղարի, իրենք հարկ են համարել այս անգամ ամբողջ ծավալով ներկայացնել իրենց թեկնածուներին։ Ինչու քաղաքացիական պայմանագիրը դեմ քվեարկեց Ուժեղ Հայաստան խմբակցության թեկնածուներին։ Խմբակցության քարտուղարի պարզաբանմամբ, խմբակցության նիստերի ընթացքում թեկնածուներին կողմ կամ դեմ քվեարկելու որոշումներում միակարծիք չեն եղել։ Որոշում է կայացվել ի վերջո, որ այդ 3 թեկնածուներին չեն քվեարկում, իսկ Հայաստան խմբակցության ներկայացրած թեկնածու Լիլիթ Գալստյանին բավարար ձայներ են ապահովելու, որպեսզի նա ընտրվի հանձնաժողովի նախագահ։ Եվրոպական ինտեգրման հարցերի, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովներում Ուժեղ Հայաստանի առաջադրած թեկնածուներին չընտրելու մասով քաղաքացիական պայմանագիրն իր հիմնավորումներն ունի, նկատեց Հակոբյանը։ Մասնավորապես խմբակցությանը չեն գոհացրել թեկնածուների ելույթներն ու հարցերին տրված պատասխանները։ Օրինակ, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Հայկ Ֆարմանյանը իր պատասխաններով վստահություն չի ներշնչել։ Բացի այդ նրա ունեցած ընկերությունը, որը զբաղվել է բրոկերական ընկերությամբ այն ժամանակ, երբ ինքը եղել է պետ աշխատակից, բացի այդ նաև պարոն Ֆարմանյանը արտահայտվեց, որ ինքը դեմ է ապօրինի գույքի բռնագանձման օրենքին եւ դա համարում է ական պետության հիմքերի տակ, չնայած հետո փոխեց իր խոսքը եւ ասաց, որ խմբակցության դիրքորոշումը չի դա, այսինքն բազմաթիվ դրվագներով։ Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Արեգա Հովսեփյանն էլ չի փարատել համոզմունքը, որ ինքը այդ հանձնաժողովի նախագահի պաշտոնում նպաստելու է Հայաստանի եվրոինտեգրմանը։ Նաև քաղաքացիական բազմաթիվ ներկայացուցիչներ արտահայտվել են եւ կարծում եմ դուք եք ծանոթ այդ կարծիքներին եւ մենք նաև դա ենք հաշվի առել, այնպես որ եւ սա ապացույցն է նաև Տիկին Գալստյանի ընտրությունը եւ պարոն նաև փոխնախագահ Արամ Վարդեվանյանի ընտրությունը, որ մեր դիրքորոշումները կապված չեն ոչ խմբակցության հետ, ոչ էլ ընդդիմադիրներին ընդհանրապես բոյկոտելու հետ, այսինքն անհատական որոշումներ կայացվեն։ Իսկ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Դավիթ Ղազինյանի դեպքում կառավարող ուժը հաշվի է առել այն քրեական գործը, որով անցնում է Ղազինյանը։ Պարոն Ղազինյանը անցնում է ընտրակաշառքի գործով, չնայած հարգելով ամեղության կանխավարկածը, բայց այդպիսի կասկածներ դեռ փարատված չեն դատարանի որոշումով, հետևաբար մենք ռիսկային ենք համարում այդ ընտրությունը, եւ պետք է ասեմ, որ այդ մոտեցումը ունենք նաեւ մեր թիմակիցների դեպքում, այնպես չի, որ միայն ընդդիմադիր թեկնածուի դեպքում ենք դա հաշվի առնում։ Բացի այդ, Մարիա Կարապետյանի ելույթով թե հարցերից մեկում հիմնավորեց, թե ինչու պարոն Ղազինյանը խնդրահարույց թեկնածու է, օրինակ այն մասով, որ չնայած Ուժեղ Հայաստանում կային թեկնածուներ, որոնք կարող էին լինել այդ հանձնաժողովի նախագահի թեկնածու աշխատել էին թիմերում, բայց պարոն Ղազինյանը այդ մենակ էներգետիկ ոլորտում էր ու փոխկապակցվածություններ կան Տաշիր ընկերությունը բազմաթիվ էներգետիկ համակարգում աշխատող ընկերություններ ունի եւ մենք այդտեղ շահերի պահում ենք նաեւ տեսնում։ Արդյոք քաղաքացիական պայմանագրի քարտուղարը տեղեկություն ունի, որ գլխավոր դատախազը Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ պատգամավորական անձեռնախելիությունից զրկելու միջնորդությամբ կգա ազգային ժողով։ Հակոբյանը պատասխանեց, որ նման տեղեկություն չունի։ Անկախ ձայների բաշխվածությունից ու ընդդիմության թեկնածուներին չընտրելուց, ըստ Վոլոդիա Հակոբյանի, քաղաքացիական պայմանագիրը չի պատրաստվում տորպետահարել այդ 3 հանձնաժողովների նախագահների պաշտոնում Ուժեղ Հայաստանի առաջադրած թեկնածուներին ընտրելու գործընթացը։ Մերի Խաչատրյան, Հովհաննես Քյոսյան, Լուրջ։